Նախնիների մանդատ։ Ես պատիվ եմ համարում, որ շատերը գտել են հետաքրքրության արժանի գրավոր խոսքը, հասկանում են այն դժվարությունները, որոնց շատերը բախվում են իրենց հավատալիքների կամ հավատքի պատճառով։ Եվ ես կիսվում եմ հետյալ բառերով, որոնք կիրառելի են, հասկանալու համար, թե ինչու է կարևոր ճանաչել նախնիներին։ Ես կիսվում եմ այս տեղեկատվությամբ, բացահայտելու համար վարդապետությունները լեզուն, որն օգտագործվում է դրանց խոսքերը տարածելու համար, որպեսզի շատերը հասկանան երկրպագության մեծարանքի խոսքերի միջ եղած տարբերությունը։ Երկրպագությունը երկրպագություն չէ, որտեղ առաջինն ընդունված է, իսկ երկրորդը արգելված է ուսմունքներով, իսկ նախնիների երկրպագությունը բոլոր մշակույթներում տարածված պրակտիկա է։ Ես Շինիչի Մորիյաման եմ, Տակիչիրո Մորիյամայի ծոռը, մեր նախնին հայտնի է որպես Ջիմմու Թեննո։ Աստվածային հրամանով եմ ես կենդանի, իրականացնելու համար մարգարեության տեսքով գրված լեգենդը, որը հայտնի է որպես Աստվածաշունչ։ Ես պատմությունը, մունետիկներին, հղումները, մարգարեությունները ներկայացնում եմ լուսանկարչական ապացույցներով, որոնք հաստատում են, որ ես արելքի ագահ թռչունն եմ, Սյոգունատի վերջին սամուրայը, որին Արարիչ Աստված կանչել է իր նպատակը կատարելու համար։ Ինչպես է ստացվում, որ մեկը կոչվելու է նրանցից, որոնց անունները գրավոր խոսքում չեն նկարագրված։ Շատերը կզարմանան, որ Սյոգունատի վերջին սամուրայը Արարիչ Աստծո կողմից հանձնարարություն է ստացել կատարելու իր նպատակը։ Եսայի 46 11 Արելքից կանչում եմ ագահ թռչունին, հեռավոր երկրից, մարդուն, որը կատարում է իմ խորհուրդը։ Այո, ես ասել եմ, ես էլ կկատարեմ, ես էլ որոշել եմ, ես էլ կկատարեմ։ Վերահաստատված է Եսայի 46 10 ում։ Սա չպետք է զարմանալի լինի, ինչպես գրավոր խոսքն է նկարագրում, մենք հայտնի ենք որպես Աստծո որդիներ, յուրաքանչյուրը կարող է նայել երկինք տեսնել մեր նախնուն։ Այս ընտանիքի լեգենդն է կատարել այն հանձնարարությունը, որը կատարվել է անցյալում մեր նախնու, Ջիմմուի համար, այդպես էլ լինի ապագայում մինչ դրա ավարտը։ Նրանք, ովքեր կարող են տեսնել, կճանաչեն, որ դեմքը նման չէ Կովկասցու դեմքին, կհամեմատեն սա իմ նախնու ոգու հետ, որը հայտնվեց այս երկրում, ինձ առաջնորդելու մեր առաքելությունը կատարելու համար։ Աստվածաշնչյան լուծումն այն է, թե ինչպես էին Արարիչ Աստծուն երկրպագում լեզվից, գրերից առաջ։ Ես հավատում եմ, որ վերից իջած լույսի այս պարքը մեծ մխիթարություն կբերի շատերին, ովքեր չունեն չափելու կամ ուրիշներին ցույց տալու միջոց, թե ինչ են ստանում։ Եթե այս տեսանյութի վերաբերյալ արձագանքը դրական լինի, ես այն կներկայացնեմ մեր տնօրենների խորհրդին, կխնդրեմ արագացնել աստվածաշնչյան լուծման վերանայումը, որը կներառի Ճապոնիայի առանձնահատուկ տեղը, որը գաղտնիք է։